Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Այսօրվա իմ հյուրը շատ հետաքրքիր միասնավորություն, շատ անուշիկ մի աղջիկ, դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր, մի խոսքով Մարիամ Վարդանյան։ Ողջույն Մարիամ ջան։ Բարև Մարիամ ջան, ո՞նց ես։ Շնորհակալ եմ, ինչպես եք։ Շատ լավ, ես ուրախ եմ, որ դու իմ հյուրն ես, իմ տաղավարում ես, բոլորովին վերջերս մայրիկի հետ էի հարցազրույց անցկացնում ու շատ ուրախացա, ես քո մասին չգիտեի, ուրախացա, որ ասեց աղջիկս, ես ֆիլմերում, բան, ասեց, բաղ գործունեություն ա ծավալել Միացյալ Նահանգներում, բան, ու ինձ համար շատ հաճելի էր, շատ ուրախ, որ Շնորհակալություն։ այսօր հնարավորություն ունեցա քեզ հրավիրելու։ Մարիամ ջան, մի փոքր դες կարճ համառոտ պատմի քո մասին։ Առաջի անգամ քայլեր եմ արել Գյումրի Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, երբ 3 տարեկան էի։ Այդ ժամանակ թատրոնի գլխավոր ռեժիսոր եւ ղեկավար Խորեն Աբրահամյանն էր։ Եվ սկսեցի իմ բեմական գործունեությունը դեռ վաղ մանկուց։ Խաղացել եմ բազում ներկայացումներում, որոնցից են Կորադո, Քո վերջին հանգրվանը, իրական պատմություն, մեղադրական եզրակացություններ, խաղացել եմ, բախտ է ինձ վիճակվել խաղալու Խորեն Աբրահամյանի հետ։ Շփվել։ Այդ մեծությամբ։ Իհարկե, սովորել։ Այո։ Դու արդեն սկսեցիր մեծ դերեր խաղալ։ Այո, այո։ Դեռ վաղ մանկությունից։ Իսկ կրթությունդ ինչ է, Մարիամ։ Սովորել եմ Արվեստի պետական թատերական ինստիտուտում Երևանում, շարունակել եմ այստեղ, սովորել եմ film, TV and art, directing, producing and acting, նաև writing։ Երևանում թատերական ինստիտուտ ավարտեցիր։ Չեմ ավարտել, ներողություն թողեցի եւ շարունակեցի այստեղ։ Իսկ ով էր քո դասատուն։ Եթե չեմ սխալվում, Տատենցյանն էր այդ ժամանակ։ Զավեն Տատենցյանը սովորել։ Հիշում ես ովքեր են հետդ սովորում, թե չէ։ Որ հիմա անոնով ճանաչված դերասան։ Չեմ հիշում, անկեղծ ասած։ Ամուսնացած ես, Մարիամ։ Դեռ ոչ։ Ինչի՞ բա։ Կամ ժամանակ չունես, կամ էլ հələ սրտովդ ոչ ունես, չի եղել մեկը, որ սրտով հավանես, հա։ Որ մտածես, էսա որ կա։ Լավ կլինի, հաղորդումից հետո ինձ թվում է արդեն կամաց ճամփեր բացվել է։ Հիմա ինչով ես զբաղվում, Մարիամ ջան։ Հիմա այս պահի նկարահանվեցի լիամետրաժ ֆիլմում, այդ ֆիլմի, այո, ամերիկյան ֆիլմում, այդ ֆիլմի գլխավոր դեր, այդ ֆիլմի սցենարիստներից եւ պրոդյուսերներից մեկը նաեւ ես էի։ Ֆիլմը նկարահանեցինք Հայաստան Գյումրիում։ Իհարկե դա իմ ցանկությունն էր, ֆիլմը պատմությունով ֆիլմը չունի տեղանք, կրոն եւ քաղաքականություն, ուղղակի ես ուզեցի, որ քանի որ ինձ հետ եկել էին նաեւ օտար արվեստագետներ, դերասաններ, ֆիլմում աշխատողներ, օպերատոր, ռեժիսոր, գրեթե բոլորը եկել էին տարբեր երկրներից, Եվրոպայից, Պարսկաստանից, Ամերիկայից, նաեւ Հայաստանից, ուղղակի իմ ցանկությունն էր ցույց տալ իմ Գյումրին, cinematic way, ինչպես անգլերեն ենք ասում։ Ֆիլմը արդեն վերջին փուլում է, մոնտաժի մեջ ենք հիմա, վերջացրել ենք արդեն, նկարահանումները վերջացրել ենք, հիմա արդեն պատրաստվում ենք ֆիլմ ֆեստիվալների։ Հա, ներկայացնում եք ֆեստիվալների, լիամետրաժ ֆիլմ։ Լիամետրաժ ֆիլմ է։ Ովքեր են քո հետ միասին խաղում այդ ֆիլմում, ճանաչված դերասաններ։ Ինձ հետ ճանաչված դերասաններ, որոնց ֆիլմերը, որ մեծ հաջողություններ են ստացել Բերլինալեում, Քան ֆիլմ ֆեստիվալում, Մեհդի Բաջեստանին, Մահամեդ Աղաբաթի, շատ մեծ ճանաչված cinematographer Մասուդ Թիրանի, Մասուդ Ամիրի Թիրանի, նաև մեր ֆիլմի էդիտորը բաներ Հայեդե Սաֆարի, ինքը շատ մեծ ճանաչված էդիտոր է, նրա ֆիլմերը, նրա մոնտաժ արած ֆիլմերը 2 անգամ Օսկարին շահել, այո։ Եվ իհարկե ֆիլմի ռեժիսորը սա նրա առաջին լիամետրաժ ֆիլմներ, դեբյուտն էր, բայց հրաշալի աշխատանք է տարել, Նասիմ Քիանի։ Շատ լավ։ Որը որ ֆիլմի սցենարիստներից մեկն է եւ պրոդյուսերներից։ Ես շատ ուրախ եմ քո համար, որովհետեւ յուրաքանչյուր հայ համար դա մեծ պատիվ է, որ ասենք մեր հայերից որևէ մեկը գնում է մի ուրիշ աշխարհ, ուրիշ շուկա։ Լավ, դու այսքան երիտասարդ, այսքան
Որտեղից այդքան կենսագրություն ավակեցի։ Ոնց եղավ տենց ընկնել, որովհետև շատ-շատերն են փորձում ու չի հաջողվում։ Ընկնել միանգամից ամերիկյան շուկա, կինո շուկա։ Չգիտեմ, բայց գիտեմ, որ երբ որ սիրում ես ինչ-որ մի բան կամ ինչ-որ մեկին, ձգտումը կա, աշխատասիրությունը կա, ասեմ, ոչինչ ինձ հեշտ չի տրված եւ հեշտ չէր տրված։ Ես շատ եմ չարչարվել, ես շատ եմ աշխատել, անքուն գիշերներ եմ ունեցել մինչև հիմա։ Ուղղակի, եթե ինչ-որ մի բան սիրում ես, ապա պետքա գնաս դեպի դա։ Չպետք է կանգնես։ Չէ, գիտես, շատ-շատերն են էլի սիրում, էլի ձգտում, բայց չի ստացվում իրանք ընկնել այնպես ամերիկյան շուկա։ Նույնիսկ անունով շատ ճանաչված դերասաններ ես հիշում եմ, կա որ եկել են, ամեն ինչ արել են, որպեսզի ընկնեն այդ շուկան, կինո շուկան, բայց դժվար է այնտեղ, շատ դժվար։ Ու քո համար Աստված քեզ ժպտացել է ու քո բախտը բերել է։ Իսկապես շատ-շատերն էլի տաղանդավոր, քո նման, էլի շատ աշխատասեր, էլի շատ ձգտող։ Մի խոսքով, քանի տարի է ինչ այստեղից։ Գրեթե որ հիմա հետ եմ նայում, գրեթե ամբողջ մի կյանք եկել եմ, մնացել եմ, գնացել եմ, եկել եմ, մնացել եմ, գնացել եմ։ Բայց վերջնական որ եկար ու մնացել, ինչքան ժամանակ։ Գրեթե 20 տարի։ 20 տարի արդեն ես։ Գրեթե։ Այդքանի տարեկան ես, այդքան գնացել եկել, գրեթե 20 տարի էլ այստեղ։ Չէ, առաջի անգամ որ եկա Խորեն Աբրամյանի հետ էր, փոքր էի դեռ, եկանք հյուրախաղերի, երկրորդ անգամ եկա պարային մրցույթների համար։ Մի խոսքով։ Հա, դու լավ պարում ես, հա, դու պարի կրթություն ֆլամենգո։ Ֆլամենգո։ Հա, միայն։ Նաև բալետ, ֆլամենգո։ Հա, ֆլամենգո։ Այո, իսկ բանը երկելը ես գիտեմ որ նաև երգում ես, չէ՞։ Մենք հիմա երևի մեր ընդմիջումից հետո մի հատ կերգենք անպայման։ Երևի իրար հետ։ Սիրով։ Բայց ո՞նց ես հասցնում այդքան։ Չեմ քնում։ Չես քնում։ Չեմ քնում։ Կամ քնից մեջ եմ աշխատում։ Դե կա տես կա շատ հաճախ ճիշտ արվեստագետների մեջ կա տես բան։ Շատ անգամ Ես որ պատրաստում եմ նոր ներկայացման, ես գիշերը ուղեղս չեմ ճատում։ Ամբողջ ներկայացումը ես ծերիցեր խաղում եմ մի քանի անգամ մտքով։ Փեմում եմ, պատկերացնում եմ ինչը որտեղ դրած, ուր ոնց պետք է գնամ, ըստ ինչ եմ դեղ մտածում։ Դա տենց է, ճիշտ է, շատ ճիշտ է։ Հետո մինչև գալիս հասնում է այդ որ պետք է պրեմիերան լինի, ինչ տաժժանակ իր աշխատանք, որը հանդիսատեսը չի տեսնում, ինչ անկոն իսկապես գիշերներ, ինչ չարչարանք, բայց երբ գալիս է բան, մի հատ բեռանգ դու վրա այցը տասում է Աստված չեմ բրծավ, բայց ինչ լավ էր հանդիսացա, բայց մյուս օրվանից արդեն որ դատարկություն է, ուզում ես մի բան էլի անես։ Այո, կարոտում ես։ Այդ արվեստագետների մոտ շատ-շատերի մոտ կա, ինձ թվում է բոլորի։ Ընդամենը հիշում ես, քանի ֆիլմում ես նկարահանել։ Այս պահին 30 չեմ հաշվել։ Միգուցե 30 կամ մոտ 30 ֆիլմերում, այո։ Ուտեղ որտեղ են ցուցադրվել դրանք։ Ֆիլմ բարձրացել է էկրան, on-line տարբեր տեղերում։ Հա։ Որևէ մրցանակ շահել են այդ ֆիլմերը։ Ես անձամբ որպես ռեժիսոր ֆիլմ նկարեցի նախանցած տարի իմ ֆիլմերից մեկը այլը ուղարկեցի ֆիլմ ֆեստիվալների ես որպես ռեժիսոր այդ ֆիլմից ունեմ 7 նոմինացիա 6 նոմինացիա որպես դերասանուհի մեկ այլ ֆիլմից ունեմ նոմինացիա եւ մեկ հատ շահած որպես դերասանուհի տարվա Իսկ կան ինչ ապագային ծրագրեր ունես, ինչ ես արդեն մտքում ատ ինչա որ պետք է կամաց դա էլ սկսես արդեն ձեռնարկել, սկսել ու շարունակել։ Այո, պատրաստվում եմ իմ հաջորդ լիամետրաժ ֆիլմին, հուսամ այս տարվա վերջ կհասցնենք։ Սցենարը կա, այո։ Դու էլ մասնակից ես, դու ես գրում ես սցենարը։ Իսկ ովքեր են քո հետ, հայտնի երևի շատ պրոֆեսիոնալ սցենարիստ։ Համագործակցում ենք հիմա, այո, բավականին ճանաչված մարդկանց հետ համագործակցում ենք։ Մարիամ ջան, ասես այդտեղ դու ինչ ավարտեցիր, այդտեղ որտեղ։ Film, TV and art, producing, writing, այո։ Դե ինչ, Մարիամ ջան, ավարտվեց մեր հաղորդման առաջի մասը, հիմա անցնեմ գովազդի, որից հետո կշարունակենք մեր հետաքրքիր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդի արդեն եթերում, որից հետո կշարունակեմ զրույցը շատ հաճելի մի անձնավորության, շատ տաղանդավոր մի աղջնակի, մի շատ լավ Մարիամի հետ։ Մարիամ Վարդանյան, հիշեք այս անունը։ Գովազդի արդեն եթերում։
Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս տաղանդավոր դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր Մարիամ Վարդանյանի հետ։ Մարիամ ջան, նախքան մեր զրույցը սկսել, ուրեմն մենք մեր հաղորդման մեջ այսպեսի մի բան ենք մտածել, բոլորովին վերջերս, որ կարող են ամեն յուրաքանչյուր մարդ կարող է այս հաղորդմանը մասնակցի, կա հարցազրույցի, իրարեցրուցենք, խոսենք, պատմենք, եթե հումոր ունի։ Նախ ասենք մեր էլեկտրոնային փոստին կարող են ուղարկել iPhone-ով նույնիսկ կարված անեկդոտներ կամ պատմեն կամ գրեն մի խոսքով եւ ամենալավագույնները կգան, մեզ մոտ կմասնակցեն հարցազրույցի, կցուցադրվեն իրանց այդ նկարած iPhone-ով այդ իրանց անեկդոտները, մի խոսքով ուզում եմ որ աշխուժություն լինի, ժողովուրդն էլ ինքն էլ մարդկա որ դերասան չի, չի, բայց շատ հումորով մարդ է ու շատ տաղանդավոր է, թող Երևան, նրանք էլ Երևան։ Լավ, Մարիամ ջան, արտանացնենք մեր զրույցին։ Ուրեմն ինչպես տեսա շատ զբաղված ես լինում, դրա համար չես հասցնում ամուսնանալ։ Ես երգը ու մոտ ես պարապել երգ։ Թե դա նենց ուղղակի ինքդ քեզ, հա։ Չէ, անհատական դասընթացներ են վերցրել Անուշի հետ, ինքը հանճարեղ երգչուհի է։ Անուշ ճանաչված է։ Ոչ։ Որ Անուշն է։ Ճանաչված չի, ինքը բայց վոկալ է տալիս։ Թումանյանի Անուշը։ Հա, շատ լավ է։ Մենք կարող ենք նա իրար հետ որևէ երգ երգենք։ Թեկուզ կամ դու երգես, ես ցայնակցեմ կամ Հա, արի փորձենք մի բան։ Շատ կուզենայի հետաքրքիր է ինձ համար։ Դու համ պարում ես, համ երգում ես, համ դերասան ես, համ ռեժիսոր ես, համ պրոդյուսեր ես։ Դե հետո ասում են ամուսնացի, ո՞նց ամուսնանա։ Երգենք։ Երգենք, այո։ Դուք կերգեք, ես ցայնակցեմ, ո՞րն ենք երգում։ Չգիտեմ, որը երգենք որ լավ լինի։ Ես լսեցի մի անուշ ձայն, իմ ծերացած որ մոտ է, փայլեց նա շուր ուրախության, Ահ, ափսոս որ երազեր, մի քիչ ձայնը ավելի բարձր, փայլեց նա շույր ուրախության, բայց ափսոս որ երազեր, կարկաչահոս աղբյուրնային Կալարում է, ինչ ես ուզվում, ինչ աչքերդ լծվեցին ասի, այդ երգի հետ կապված ինչ-որ հուշ ունես, հա, լավ, անցնենք առաջ, լավ, հիմա մենք կարող ենք քո ֆիլմից որևէ հատված դիտել, այո, իմ ֆիլմի վերնագիրը Շաքար, այո, սա այն տեսարանն է, որ իմ ամուսինը ինձանից գաղտնի քայլեր է արել, Եվ ես խենթանում եմ բացահայտելու ժամանակ։ Շաքարը ուր է, հա։ Այդ փոքրիկ հատվածը հենց ամուսնուդ հետ, որ շաքար ես դու փնտրում, հետո իրար հետ վիճում եք, կռվում եք բան, այդ փոքրիկ հատվածը մենք հիմա կդիտենք։
What are you looking for? Where is Shakar? What? What did you do with my Shakar? What? What did you do with my Shakar? What happened? Where is Shakar? I don't understand. You don't. What? Now do you understand? Now do you understand? What are you doing? Exactly, that's my question. Where is my Shakar? What did you do with it? We need lots of money. We need lots of money. Yes. You asked me to fix the fridge. What refrigerator? You only need to fill the job that is hanging in front of it. No. Yes. No. Yes. You have no self-control. The rat is more. Oh gosh, the rat has more self-control than Why? you. Why you need so much money? Why I need so much money? What did you do with my Shakar? What did you do with my Shakar? What happened? What did you do? What did you do with my Shakar? What happened to my Shakar? Tell me. What did you do with I my... don't understand what you're talking about. You don't understand? No. I don't understand why my mother forced me to marry you out of all the men. You know why? I don't know. Oh. No one could follow you place to place to help you forget your restlessness. But this is the last place that I move with you. The sweetness of life, I only carry out the name Shakar. I only carry out the name. At least tell me, how much did you sell it for? Tell me, please. Don't start, please. Don't start again. Give me some, please. It's all gone. What? Gone. Ապրես Մարիամ ջան, շատ լավ էր, շատ հրաշալի էր, շատ իսկապես շատ բնական, լավ խաղում էր, շատ լավ էր։ Իսկ հետո ես գիտեմ, որ դու այս ֆիլմում գլխավոր դերակատարն ես։ Այս ֆիլմում գլխավոր դերասան։ Որտեղ դու արգենտինյան բառ ես պարում։ Ֆլամենգո, ֆլամենգո ես պարում, հա։ Կարող եք մի հատվածել այդ բառը դիտել, դա ֆիլմում էլի գլխավոր դերակատարն էր։ Գնացինք, դիտենք։ Խնդրեմ։ Հրաշալի էր, շատ լավ ես պարում։ Այս ասում ես պարում մոդ ես սովորել։ Իհարկե ես 4 տարեկանից գնացել եմ Պարի, բալետի, հետո հայկական պարերի եւ հետո ֆլամենգո։ Ֆլամենգո դու սիրում ես, հա։ Շատ։ Իսկապես շատ ճկուն էր, շատ լավ։ Հետո ինչ էլ երաժշտություն էր ընտրել։ Դերդերյան։ Իհարկե Դերդերյանի, հա։ Գործընկերները զարմացան, որ ես նաեւ Դերդերյան ընտրեցի։ Իրենք նա ասեցին ոնց կարելի է համագործակցել ֆլամենգոն Դերդերյանի հետ։ Սուրնայով դու։ Այո, ասեցի ես սիրում եմ ավանգարդ, սյուրռեալիզմ, ես կարող եմ համադրել։ Մի խոսքով լավ միքս արեցիք էլի շատ։ Հետո որևէ տեղ բանի արժանացել այդ։ Նոր ենք վերջացրել։ Նոր վերջացրել։ Այս պահին ուղարկում ենք արդեն մրցանակապաշտությունների։ Այդ դերասանուհիներին ինքդ ես ընտրում, ասենք քո։ Չէ, նաև ինձ են ընտրում, նաև ես եմ ընտրում, նայած ֆիլմը, եթե օրինակ Շաքար ֆիլմը, որ նկարեցինք Հայաստանում, ես եմ ընտրել դերասաններին հիմնականում։
Մայրիկիդ ինչի՞ չէիր ընտրել բա։ Մայրիկը տես լավ դերասանուհի շնորհիվ։ Այո, մայրս իմ հաջորդ ֆիլմերում կլինի բնականաբար։ Հետաքրքիր կլինի ինքը շատ։ Դե լավ, Մարիամ ջան, ավարտվեց եւս երկրորդ մասը հաղորդման, գովազդին ասենք, հետո կշարունակենք զրույցը։ Սիրելի բարեկամներ, ինչպես միշտ, գովազդը արդեն եթերում, որից հետո կշարունակեմ զրույցս Մարիամ Վարդանյանի հետ։ Գովազդը արդեն եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Մարիամ Վարդանյանի հետ։ Մարիամ ջան, գուցե նայր էլի թատրոնում որևէ դեր խաղալ, որտեվ թատրոնը բոլոր դերասանները շատ են սիրում թատրոն, առաջերտին թատրոն, բոլոր պրոֆեսիոնալ դերասանները։ Ես չգիտեմ մի մարդ, որ ասել միշտ ֆիլմերում նկարվում, սերիալներում, բայց որ ասպես թատրոն, ասում ադե թատրոնը ուրիշ է։ Դուք ուզեիր որևէ բեմադրության մեջ մասնակցեիր թատրոնում։ Միանշանակ, թատրոնը իմ հոգուտունն է։ Թատրոնը դա իմ Դու էլ չէ երևի կուլիսներում ես մեծացել թատրոնում։ Այո, կուլիսաներում եմ մեծացել, բեմի վրա քնել եմ շատ անգամ հոգնել, որովհետև աշխատելով Խորեն Աբրահամյանի հետ օրեր էին լինում, որ 6, 7, 8 ժամ նա փորձ էր անում։ Եվ պատկերացնում եք 4 տարեկան, 3 տարեկան երեխա, այդքան ժամանակ թատրոնում միանշանակ հոգնում էի, քնում էի, դասս անում էի թատրոնում, գրքերս տանում էի թատրոն, հիշում եմ մի անգամ թատրոնի կորադոն էր Խորեն Աբրահամյանը բեմադրում եւ կորադի բաներ կային, աթոռներ կային բարձր, աթոռներ այնպես դասավորեցի, որտեղ գիտեի, որ մի 2 ժամ ժամանակ ունեմ, մի աթոռը սեղան էի սարքել, մի աթոռ էի սարքել եւ դաս էի անում, այո։ Տեսնում ես, այտենց են մեծանում արվեստագետները տաղանդավոր։ Դու կարծեմ Սոս Սարգսյանի հետ էլ չէ ինչ-որ բաներ ունես կապված իր այդ պատմությունները, դե պատմի։ Քննությունների էի պատրաստվում Երևանի Պետական Թատերական ինստիտուտում, կինոյի եւ թատրոնի, այո։ Եվ քննություններից մեկի ժամանակ դե արդեն նստած են ժյուրի անդամները, հարցեր են տալիս եւ պետքա պատասխանես եւ Սորս Սարգսյանը ժյուրի անդամների հետևը քայլում էր գնում, գալիս էր ձեռքերը հետևը դրած։ Ժյուրի անդամներից մեկը հարցրեց կարող ես ասել այն հերոսը Լևոն Շանթի որ հերոսներից մեկն էր, որ մարմնական վնասվածք ուներ։ Աստված իմ, կարդացել եմ Լևոն Շանթ, ամբողջ հայ հին աստվածները, ամբողջ հայ դրամատուրգիան եմ կարդացել Լևոն Շանթ, բայց այնքան հարցը բան էր, տարբեր էր, որ պետքա մտածում եմ ով Աստված իմ չեմ հիշում եւ Սոս Սարգսյանը զգաց, որ ես ուղղակի չեմ հիշում, բայց գիտեմ։ Ձերքով ցույց տվեց աչքը, որ ձերքով ցույց տվեց աչքը, միանգամից հիշեցի։ Ասի դու մի հուշի, ես գիտեմ։ Բոլոր ժյուրի անդամները Մարդու խայտարակել Սոս Սարգսյանին եւ իհարկե ասեցի, բայց հետո պատմեցի հին աստվածները, որ մտածեմ։ Հետո ես գիտեմ ինչ կուզենամ պատմես, որ Խորեն Աբրահամյանը դու գլխավոր դերում այնք եղել, դու փոքր եղել, ոնց կանգնել ասել ես, ինչու՞ դու այդքան շատ բեմում խոսում, ես համարյա խոսք չունեմ։ Հələ պատմի դրա մասին ոնց է եղել։ Կորադոն էր բեմադրում Խորեն Աբրահամյանը եւ ես խաղում էի փոքրիկ Ադա։ Եվ գրեթե ամբողջ ներկայացման ընթացքում ես բեմում էի, բայց չէի խոսում։ Խորեն Աբրահամյանը բնականաբար խոսում էր։ Եվ ես ասեցի, ես էլ եմ ուզում խոսել, ու սկսեցի բեմում աղոթքներ անգիր սովորել։ Սովորելուց հետո մի օր կանգնեցի կառավարական դռան դիմաց, բոլորը հարցրեցին Մարիամի կողմ է սպասում Խորեն Պապկենիչին։ Խորեն Պապկենիչը եկավ, Մարիամիկ ջան, ինչ ա եղել։ Ասեցի Խորեն Պապկենիչ, ցես հետ գործ ունեմ։ Ասեց ինչ գործ։ Ասեցի դուք բեմում այնքան շատ եք խոսում, ես հետ չեմ խոսում։ Ասեց ինչ ես ուզում անել։ Ուզում եմ աղոթել։ Ասեց ինչպես, ու ես այդ տեսարանը բեմադրեցի։ Եվ ես ինձ դեր գրեցի։ Հատվածը մտավ ներկայացման մեջ։ Այդ հատվածը ներկայացման մեջ։ Այո։ Այդ տեսանում դու աղոթում ես։ Շատ լավ է։ Կա էլի տենց հետաքրքիր պատմություն, շատ լավ պատմություններ, շատ ու այդ մեծերի հետ կապված։ Այստեղ ֆիլմի հրավերք ստացա Դենի Տրեյհո, Օլիվիա Հասե
եւ այնտեղ տեսարան ունեի, բնականաբար նախորդ սցենարը կարդում ես եւ տեսարանները գիտես ինչ տեսարաններ են, բայց մի տեսարան կար, որ իմ սրտով չէր, բայց ամաչում էի ասել, որովհետեւ առաջին ֆիլմը հոլիվուդյան մեծ դերասանների հետ գրեթե անգլերեն չեմ խոսում, հասկանում եք ինչ լարված վիճակ է։ Նկարահանման ժամանակ, այսինքն բրեյքի ժամանակ Դենի Թրեհոնին ասեցի կարող եմ քեզ հետ խոսել, ասեցի իհարկե, առանձնացա, ասի գիտեք, այս տեսարանը կարող ենք փոխել, բայց ռեժիսորին ասեք, որ ես եմ ասեք, որ դուք եք ուզում փոխել։ Զարմացած նայեցից, ասի խնդրում եմ, ասեց խնդիր չկա։ Փոխեցին։ Փոխեցին, բայց ռեժիսորը այդ ժամանակ գիտեր, թե Դենի Թրեհոն էր ուզել, բայց հետո ասեցի, որ ես եմ ուզել։ Գիտես, ուրեմն մենք քիչ առաջ ես ասում էի, չէ՞, որ մենք դիմել ենք ժողովրդին, որ կարող են բոլորը մասնակցել եւ առաջին նոր քիչ առաջ ինձ ասեցին, որ առաջի արդեն արձագանքը եղել է Հայկ Միհրանյան անուն ազգանով մի մարդ անեկդոտա գրել ուղարկել։ Ես կուզենամ, որ ճիշտ համ գրեն էլ ուղարկեն, համ էլ ասենք նկարեն այդ ֆոնով ուղարկեն։ Ու մի անեկդոտա գրել, կուզենամ պատմել, թող լսեն։ Ինքը եղավ այս հաղորդման առաջին արձագանքող, առաջին նամակ գրողը, դա կգա մի ժամանակ իրան մենք հրավիրենք ու կպարգևատրենք էլ որպես առաջին արձագանքողը։ Ուրեմն ասում մեկը բանա ցկում, ինձ անեկդոտա, բայց մարդը գրել ուղարկել է ցկում ուզում քանդի այդ բանը, ասում են շուրոբ են ասում, պտուտակա հայերը։ Շուրոբ ուզում քանդի չիլում, ընկերոջն ասում չի քանդվում, ինչ անեմ, ասում մի քիչ օղի կաթացրա, կփապկի բան երևի ճանգոտության բանը կաստի, կբացվի։ Էլի գալիս է, միսօր ասում օղին էլ լցրեցի չեղավ, չքանդվեց բան, ասում օղին չքանդեց, ասում չի կարող պատահի։ Արա օղին ամբողջ աղբորս ընտանիքն է քանդել, մի հատ շուրոբդի չէ որ չփա։ Ապրի շնորհակալություն Հայկ, շնորհակալություն ուղարկածդ անեկդոտի համար։ Եղավ, իսկ դու հիմա ինչ կասես, տես հիմա լավ ահագին տաղանդավոր ջահելի երիտասարդ դերասանուհիներ ունենք, ինչ կասես իրանց մասին, հավանում ես իրանց։ Իհարկե, շատ, միանշանակ։ Ուղղակի ես շատ անգամ նրանցից սովորում եմ, շատ անգամ փորձում եմ հնարավորինս օգնել, ինչքան որ կարող եմ։ Պայման պետք է օգնել։ Իհարկե, բայց մենք ունենք շատ գեղեցիկ, տաղանդավոր սերունդ։ Վապրես։ Դե ինչ, ցավոք ավարտվեց մեր հաղորդումը, տես ինչքան արագ անցավ, չէի ուզի, բայց ավարտվեց, տենց լինում է։ Հիմա մնում է ես քեզ շնորհակալություն հայտնեմ, որ դու այդքան զբաղված, որ մարդը նույնիսկ ամուսնանալու ժամանակ չի գտնում, ժամանակ գտավ եկավ իմ հաղորդմանը հյուրընկալվեց։ Եվ ուզում եմ քեզ հանձնել Քենեթ Վիլիջ ծաղկի խանութսրահի պատրաստած խամես, դու ծաղկի փունջ։ Շնորհակալություն։ Հիշատակ ես հաղորդման։ Շնորհակալություն Մարիամ։ Շնորհակալություն։ Այս գեղեցիկ ծաղկի փունջը քեզ։ Դե միշտ որ հանդիպում հաջողություն։ Շնորհակալություն, ցտեսություն։ Հաջողություն։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, իմ հյուրն էր երիտասարդ մի դերասանուհի, ռեժիսոր եւ պրոդյուսեր Մարիամ Վարդանյան։ Իսկ հիմա անցնեմ մեր հաղորդման եզրափակիչ խոսքին, ասում են փողը չի փչացնում մարդուն։ Պարզապես փողը ցույց է տալիս մարդու իրական դեմքը։ Այսքան բան բարեկամներ, միշտ նոր հանդիպում, բարի գիշեր ձեզ։ Պապ ջան, պապ, ծնունդից ինչ ես նվեր առնելու։ Ծնունդից ինչ եմ նվեր առնելու։ Այդ անակնկալ է, Մարիամ ջան, ոնց որ ասում են, սփրայզ է։ Բա որ չհավանեմ։ Որ չհավանես կտասից, ես գիտես ինչքան ժամանակա երազում էի այտենց մի հատ տրել ունենայի։